Ընդ որում դրա առաջին ցիցեռնակը երեք ասվեց, երբ ուրեմն Արցախում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք գերեվարված են, նրանց նկատմամբ ապօրինի դատավարություն, այլ հոդվածներով եւ այլն, երկրորդ Արցախի հոգեվոր եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում, հա, այս թեմաների հետ կապված, երրորդ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի մասին, երբ այս ամեն ինչը Փաշինյանը համեմում ու զուգահեռում է իսլամական ծայրահեղականության հետ։ Քիչ առաջ մեջ բերեցի։ Երկիր մոլորակի վրա իսլամ ծայրահեղականությունը բոլոր պետությունների կողմից են ահաբեկիչներ։ Այո, հոդվածով դա այսինքն ինքը հիմա այդ նույնականացումը հենց այնպես չի արվում։ Այո, վաղը չեմ ասում Հայաստանում այդ թեմաներով խոսողը կդիտվի որպես խաղաղությանը խոչընդոտող, խաղաղության դեմ պայքարող, ահաբեկչության կազմակերպող, տեղեկատվական ահաբեկչություն, այսինքն ահաբեկչությունը միայն գետնի վրա չի լինում։ Իրենք պիտակավորել են, որ դա տեղեկատվական ահաբեկչություն է։ Հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմ։ Եվ ուստի մենք գալիս ենք մի շրջան, որտեղ շատ բաց կարմիր գիծ է քաշվելու թուրք-ադրբեջանական տանդեմի հլու հնազանդ ծառայող Հայաստանում իշխանություն կարգված մի խումբ մարդկանց, նրանց ձեռքին գործիք հանցացող ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության, դատարանների, ֆինանսական կառույցների, կրիմինալի մի կողմից, մյուս կողմից ժողովրդի, տնտեսական էքսպանսիայի մասին էլ ես կուզեմ նաև որ խոսանք, թե ինչ նպատակներ եւ ինչ ծրագրեր ունեն, օրինակ տնտեսությունը մեր կլանելու եւ այդ տարբեր, չգիտեմ, բանկային ոլորտում վերահսկողություն սահմանելու, տարբեր, ասում ներդրումների անվան տակ, որ ադրբեջանական իբր դե կասեն, չեք ուզում որ առևտուր անենք, օրինակ չէ, ասում են, չէ կպական, չեք ուզում որ մենք առևտուր անենք։ Բայց այդտենց դուք բան լավատես եք, ասենք մտածում եք, պարոն Ահաբեկյան, որ պիտի գան, ինչ որ սեն ժամանակ, մի հատ տեսնեն, ուսումնասիրեն։ Դա սցենարներից մեկն է։ Այդտենց ուսումնասիրող են, այդպես կարողանալու են մի հատ ինչ որ ժամանակ, ինչ արեցին Արցախում, ինչ ժամանակ, ինչ ուսումնասիրել, ինչ չգիտեմ, վերջացավ դուրս է գալու այստեղից։ Մի վարքան երկու սցենար կա։ Սցենար առաջին, որը ժամանակատար է։ Հա։ Դա ժամանակի ընթացքում է այս տարածքը հայաթափվելու։ Ժամանակի ընթացքում, ասենք 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի։ Աշխարհաբար ժողովրդագրական վիճակի փոփոխության։ Հա, այսինքն աշխարհաբար կա սցենար, որտեղ ուղղակի Հայաստանը պիտի հայաթափի մի քանի օրում։ Ես սցենարներն եմ ասում, կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, մեր տարածաշրջանի, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, եթե օրինակ տեսականորեն լայնածավալ ռազմական գործողություն սկսեց, 100,000-ավոր փախստականներ եւ այլն, Ադրբեջանը կասկած չունենակ, առիթը եւ թույլտվությունը ԱՄՆ-ից ստանալու է, այս տարածքը ենթարկի էթնիկ զտման։ Հայաստանի մի մասը կոնկրետ։ Ընդ որում ավելին ասեմ, այն որը երկարատև է, երկարատևով էլ Հայաստանը մնալու է տեսականորեն Հայաստան անով ինչ որ տարածք պետության 10,000 քառակուսի կիլոմետր։ Այդ ինչու որոշեցի որ մնա։ Չէ, ասում եմ, եթե երկարատևով է, առաջին փուլը 20-ը վերցնում են, թողում են 10, իսկ 10 ինչու է մնալու։ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների ստեղծման ժամանակ Թուրքիայի, Հայաստանի, Իրանի սահմանին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին հանելուց հետո Թուրքիան հաջորդ օրը իսկ ասելու է Հայաստանի Թուրքիայի միջև չկա դելիմիտացված դեմարկացված սահման, որովհետև այդ սահմանը դա Թուրքիայի եւ Խորհրդային Միության, Թուրքիայի եւ ներկայիս Ռուսաստանի Դաշնության սահման է, դա Թուրքիա եւ Հայաստանի սահման չի։ Թուրքիան ասելու է հիմա մենք երկու երկրներս դիվանագիտական հարաբերություններ ենք ստեղծել, ավասիկ հիմա նայում ենք որն է մեր սահմանները։ Մենք դինայինք մեր երկու պետությունների միջև կնքված վերջին պայմանագիրն է, մեր երկու պետությունների միջև սահմանները որոշել։ Վերջին պայմանագիրը 1920 թ. դեկտեմբերի 2 Ալեքսանդրապոլի կամ Ալեկպոլի պայմանագիր։ 9800 մի վարքյան 9800 քառակուսի կիլոմետր, այսինքն 20,000-ը Թուրքիան վերցնում է։ Այդ պահին Էրդողանը հարագի մեջ զանգ է ստանում, Ալիևը իրեն ճղում ասում է 19-ն է, շեֆ, 19-ն է, այս հայրին քշում ենք Վրաստանով դուրս գալ, ես էլ Մարնեոլուի մեր համերկրացիներին ասել եմ, սահմանը փակում եք, ֆիլտրում եք բոլորին,
Կան ես հեքիաթներ չեմ ասում, եթե ոմանց թվում է, որ էսի հեքիաթների դաշտից է։ Ինչի Արցախում ինչ տեղի ունեցավ, Էն ինչ որ նույնը ես անձամբ Արցախում միջև այդ դեպքերը հանդիպելով շատ բարձրաշան եւ ուժային կառույցների եւ քաղաքական եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ վերջին անգամ դուրս եմ եկել ուրեմն 22 թվականի նոյեմբերի 30-ին 22 թվականի դեկտեմբերի 2-ին Շուշիի մոտ առաջին անգամ փակում արեցին, երկրորդը մի քիչ լայնացավ դեկտեմբերի 12-ին։ Էթեկո ակտիվիստ։ Այսպես կոչված։